Պարոն Պետրոսյան, Հայաստանն ու Իրանը ապրիլի 9-ին եւ 10-ին զորավարժություն են անցկացնում, որն է դրա նպատակը եւ արդյոք վերջին շրջանի կրակոցների ֆոնին դա որոշակի ուղերձ կարող է լինել Ադրբեջանին։ Այս զորավարժությունների նպատակը բան շատ ավելի այլ բովանդակություն ունի, քան այս հարցում նստած ուղղությունն է, հաջողակար ունեն ավելի վաղային պլանավորված, այսինքն իրենք իրավիճակային պլանավորված միջոցառում չէին։ Ընդհանուր առմամբ դրանք միաժամանակ մի քանի նպատակներ են հետապնդում։ Նախ ժամանակային առումով ժամանակահատվածի ընտրությունը բավականաչափ կարևոր է այն առումով, որ քանի որ այս բան բավականաչափ թեժացել է կամ բավականաչափ սրվել է լարվածությունը Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններում եւ տարբեր փոստագիտական գնահատականներ կան, որ Ադրբեջանը կարող է օգտվել հնարավոր ռազմական ուրեմն լարվածությունից ամենին ինչ-որ գործողություն իրականացնելու եղանակով կամ այդ միջանցքի իրականացման եղանակով, այսինքն այս համատեքստում բնականաբար սա շատ կարևոր միջոցառումներ է տալիս, որ Չնայած Իրանի համար բավականաչափ բարդ ժամանակահատված է, բայց այդ երկիրը շարունակում է իր ներգրավվածությունը եւ ծադրությունը ցածրել բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ մշտապես հայտարարել է, որ ունի կենսական շահեր, իսկ Հարավային Կովկաս եւ հատկապես Հայաստան Իրան սահմանը դա այն կարմիր է, որը մշտապես նշվել է Իրանի գործող հանրությունների կարևորվել Իրանի գործող իշխանությունների կողմից։ Այսինքն մեկ առումով սա է շատ կարևոր, մյուս այս զորավարժությունները Իրան-Հայաստան հարաբերություններում ռազմական ոլորտում համագործակցության առաջին կողմն է, որքանով ես եմ տեղեկացված, եւ դա փաստացի կարող է նշանակել նաեւ այս ոլորտում երկու երկրների միջոցառումների խորացման։ Այսինքն սա մեծ կարևոր հանգամանքն է այս զորավարժությունների իրականացման։ Իսկ այն, որ այս զորավարժությունն անցկացվում է Ամերիկայի եւ Իրանի միջև լարված ժամանակահատվածում, տարընկալումներ չի առաջացնի։ Թե մեզ ճիշտ կհասկանան։ Դա իրականում երեւի միակ բացասական կողմն է խնդրի, բայց այնուամենայնիվ քաղաքական առումով իշխես բացասական, այնպես էլ դրական նշանակություն, դրական ունի, որի մասին ես նշեցի, հա։ Հիմա, բայց այնուամենայնիվ տեսեք, ես հստակ կարող եմ կանխատեսել, որ այս զորավարժությունների անցկացումը իրենք քարոզչական առումով օգտագործելու են այս թեման քարոզչական առումով օգտագործել է Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերություններում խնդիրներ առաջացնելու նպատակով, այսինքն քաղաքական առումով սա միանշանակ կերպով օգտագործել է, բայց ուրեմն հիշեցնեմ, որ եթե չես խաղ նախկինում երկու անգամ նմանատիպ զորավարժություն ադրբեջանցիներ իրենք եւս իրականացրել են։ Հիմա այս առումով այո, Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունների մասով հնարավոր է որոշակի ուրեմն տարըմբռնումների առաջացում, դա կարծում եմ խնդրեմ կարող է երկխոսության, իսկ այդ երկխոսությունը շատ կարևոր է, երկխոսությունը, որովհետև այնուամենայնիվ ուզենք թե չուզենք անցած տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական առումով հավաքությունները Հայաստանի հարավում կամ դրանց Ադրբեջանի զսպան հիմնական գործոն են եղել միաժամանակ Նահանգների եւ Իրանի դիսկորոշումները։ Հիմա հաղորդակցի ունենք մի իրավիճակ, երբ այս բանաձևը մեծ հաշվով կարող է չաշխատել, որտեղ այս երկու դերակատարները ըստ էության իրար են բախվում ներկա իրողությունների համատեքստում։ Հետևաբար դա լավ հանգամանք է որոշակի տարընթերցումների առաջացման պարագայում Միացյալ Նահանգների հետ երկխոսելու եւ այս զորավարժությունների նպատակը Միացյալ Նահանգներին ավելի հանգամանորեն ներկայացնելու,
հաշվի առնելով Ադրբեջանի այն վարկագիծը, որը դրսևորվում է նաև ներկայում, այսինքն այն, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրելու Արտոնի փոխհամաձայնության համաձայնագիրը, շարունակում է ռազմական լարվածությունը ապահովել երկու երկրների սահմանին, հետևաբար Հայաստանի համար սեփական անվտանգությունը ապահովելու եզակի գործիքներ կան եւ Ադրբեջանի զսպելու եզակի գործիքներ կան, որոնցից մեկն է որքան էլ նվազն կարելի լինի արևմուտքի համար, դա Իրանի հետ ստեղ համագործակցություն է։ Քանի դեռ չկա այլընտրանքը այս ձևաչափ, բայց Հայաստանի նկատմամբ պահանջները ուրեմն դեն կարող բովանդակային առողջ ապակին տարածել։